այն ձևակերպում կամ ասենք ավանդը տանում են միկրոբիզնեսի անունից այն ձևակերպում, որպեսզի հարկերը քիչ վճարեն, պարոն Աղազարյանն այն ժամանակ պայքարում էր այդ բաների դեմ ժամանակից առաջ ընկնելով, բայց մենք այդ շտկումները կատարեցինք ժամանակի ընթացքում, նաև գործունեության տեսակներ նեղացրեցինք, կարծում եմ, որ մեր այս համակարգը լավագույնս հենց երբոքր տնտեսվարողների հարցը լիովին լուծում է, այնպես որ շնորհակալություն, հույս ունեմ դեռ առաջիկայում այս մասին, ովքեր որ մի քիչ ուշ են այս ամեն ինչ ընկալում, ավելի հաճախ կկրկնենք, որ ավելի լավ ընկալում։ Շնորհակալություն, հարցի քննարկումը ավարտվեց, մենք այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյան, խնդրեմ պարոն Հակոբյան։ Շնորհակալություն, նշեմ, որ սա բիզնեսի համար խաղի կանոններ հստակեցնող շատ առանցքային ռեֆորմներից մեկն է մաքսային վարչարության եւ այստեղ մենք ամբողջությամբ մաքսային ստուգումների գործընթացը մոտեցնում ենք հարկային ստուգումներին եւ էական փոփոխություններ ենք առաջարկում, որոնք պարզապես հստակեցնում են մաքսային համակարգի հետ առնչվող տնտեսվարող սուբյեկտների համար խաղի կանոնները եւ ձեր թույլտվությամբ ես անցնեմ այն խնդիրներով, որոնք որ ներկայումս կան եւ ներկայացնեմ այն լուծումները, որոնք որ առաջարկվում են այս նախագծով։ Նախ նշեմ, որ երկու տեսակի մաքսային ստուգում ունենք մենք, կամերալ եւ արտաքին, ու կամերալը դա ըստ հեռավար ստուգման ձևն է, եւ առաջին խնդիրը, որը որ կա, մենք կամերալ մաքսային ստուգման մասով ընթացակարգերի խնդիր ունենք, մասնավորապես սահմանված չեն կամերալ մաքսային ստուգման ժամկետը, մաքսային ստուգման սկիզբ համարելու ամսաթիվը, ինչն ըստ էության անորոշություն է առաջացնում ինչպես ստուգվող անձանց, այնպես էլ մաքսային մարմնի մոտ, ընդ որում կամերալ մաքսային ստուգման իրականացվում է առանց վարչական վարույթի մասին ծանուցման եւ առանց ստուգման ժամկետի սահմանափակման, որը ինքնին բացի անորոշությունից ստեղծում է իրավիճակ, որ ստուգումները վիճարկվում են բարբերաբար եւ անիմաստ բյուրոկրատական պրոցեսների մեջ ենք մտնում։ Ըստ էության առաջարկում ենք սահմանել, որ կամերա ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, ինչպես նաեւ կամերա ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի։ Ծանուցումների մասին մի փոքր ավելի ուշ կխոսեմ, թե ինչ կարգավորումներ ենք նախատեսում։ Ընդ որում ֆիքսում ենք, որ կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել եւ չի կարող կասեցվել։ Այսինքն, եթե բացվել է կամերալ ստուգում, ծանուցվել է, այդ ընթացքում պետք է մեր աշխատակիցը իր ստուգումը ամբողջությամբ ավարտի եւ կամ պարտավորություն առաջադրի կամ օրինակ արձանագրի, որ որևէ խախտում չկա։ Մյուս խնդիրը մեր մոտ արտագնա արդեն մաքսային ստուգումներին է վերաբերում։ Արտագնա խնդիրը նա է, որ այստեղ էլ նույնպես ընթացակարգերը հստակեցված չեն, մասնավորապես սահմանված չէ արտագնա մաքսային ստուգման ժամկետի կասեցման վերացման պահը եւ բացի այդ սահմանված չեն կասեցման հիմքերը։ Օրինակ իրավապահ մարմինների հարցումների դեպքեր, հանցագործության հատկանիշներ, ստուգման առնչվող նյութերի առգրավված լինելու դեպքեր եւ այս առումով ըստ էության առաջարկում ենք մենք այդ հիմքերը ստեղծել, մասնավորապես հիմքերը հետեւյալն են. քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչությունների հարցումներ կատարելու դեպքը, ստուգման առնչվող փաստաթղթերի հետաքննության դեպքը, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքը, մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման ներկայացման դեպքը, մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքը եւ այսպիսի մի քանի այլ դեպքեր, որոնք որ հստակ սահմանվում են։ Հաջորդ խնդիրը ստուգվող անձի կողմից ստուգման ակտի նախապես ծանոթացման եւ առարկությունների ներկայացման իրավական հիմքերին է վերաբերում, մասնավորապես սահմանված չեն մաքսային ստուգման ակտի նախագծի ներկայացման եւ դրա վերաբերյալ ստուգող անձի կողմից առարկությունների ներկայացման կարգավորումներ եւ ժամկետներ։ Այսինքն այս լսելու իրավունքի իրացման մասին է խոսքը այս ստուգման ժամանակահատվածում եւ առաջարկում ենք սահմանել, որ մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումներ իրականացնողը, տվյալ դեպքում մաքսային ծառայողը, ստուգումն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի եւ ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման
խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում կազմում է ստուգման ակտի նախագիծ։ Այսինքն 10 աշխատանքային օր է կազմելու համար, նախագծի կազմելու համար սահմանվում, նաև առաջարկում ենք սահմանել, որ մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետը ևս 10 աշխատանքային օր է, այսինքն 10 աշխատանքային օր նախագիծը կազմելու, 10 աշխատանքային օր դրան արձագանքելու։ Հաջորդ խնդիրը մաքսային մարմնի կողմից մաքսային ստուգման շրջանակներում կազմվող փաստաթղթերի միավորմանն է վերաբերում, ներկայումս մի քանի փաստաթուղթ կազմելու փոխարեն մեկ փաստաթղթի կազմման միջոցով, մասնավորապես հիմա սահմանված չեն մաքսային ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակներ, այսինքն կոնկրետ որոշումների տեսակներ, որևէ տեղ գրված չի, թե ինչ որոշում է կայացնում մաքսային մարմինը, եւ մենք առաջարկում ենք սահմանել այդ որոշումների տեսակները, որը պետք է կայացնի մաքսային մարմինը, մաքսային ծառայողի, այդպիսի որոշումներն են մասնավորապես մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ մաքսային վճարների կամ հարկերի ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ որոշման տեսակը, պարտավորությունների ստուգման ակտով վճարման առաջադրելու վերաբերյալ որոշման տեսակը, հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ սահմանելու մասին որոշումը, գործունեությանը կասեցնելու մասին որոշումը եւ այսպիսի մի քանի այլ որոշումներ, որոնք հստակեցվում են այս փաթեթում։ Մյուսը ծանուցման ընթացակարգերին է վերաբերվում, ներկայումս նշեմ, որ սահմանված է ակտի ծանուցման եղանակը, սակայն մաքսային ստուգման առնչվող այլ փաստաթղթերի ծանուցման եղանակները հստակեցված չեն, մասնավորապես սահմանված է, որ անձին կարող է հանձնվել այդ ստուգման ակտը պատվիրված փոստով, այդ թվում ստանալու մասին ծանուցմամբ, արձեռն եղանակով եւ ինչ ենք առաջարկում ենք մասնավորապես ծանուցման եղանակներ սահմանել արձեռն եղանակ, այսինքն թվարկում ենք եղանակները այս կարգավորումների մեջ, արձեռն եղանակը, էլեկտրոնային փոստը, փոստային կապը եւ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Եվ սա ըստ էության հնարավորություն կտա բոլոր հնարավոր եղանակներով ծանուցումը կազմակերպել շատ պաշար, քաղաքակիրթ եւ բավական արագ ձևով։ Մյուս խնդիրը, որը կուզենամ ձեր ուշադրության ներկայացնեմ, պատասխանատվության նորմերին է վերաբերում, մասնավորապես հիմա հստակեցված չեն պատասխանատվության միջոցներն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնց մոտ մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերվում է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, տուրքերի, վճարների չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպքերը։ Եվ ինչ ենք առաջարկում, մասնավորապես տեղ առաջարկում ենք հստակեցնենք ով է պատասխանատվություն կրողը, պատասխանատվությունը կրելու է կոնկրետ կազմակերպությունը եւ այդ բացի այդ նաեւ ինչ ենք ասում, որ բացառություն ենք սահմանում, ինչը նշանակում է, որ ոչ թե լրացուցիչ պատասխանատվության միջոցներ ենք սահմանում, այլ մաքսային ստուգման արդյունքում պարտավորությունները առաջադրվում են իրավաբանական անձին, ինչը նշեցի, այսինքն ոչ թե նոր պարտավորություն ենք մտածել, այլ հստակեցրել ենք պարտավորության սուբյեկտին։ Մյուսը վերաբերվում է տույժերի դրույքաչափին եւ այստեղ առաջարկում ենք համահարթեցում իրականացնել չվճարված պարտավորությունների գծով օրական տույժերի հետ կապված, գիտեք, որ հարկային իմաստով դա 0.075% է, որը չեմ հիշի, որ տարում ենք սահմանել, վերջին 2-3 տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, հիմա մաքսայինով ըստ էության նույն համահարթեցումը ունենանք եւ նույն չափի տույժեր ունենանք, որը էլի հարկային մաքսային համահարթեցում է ապահովում։ Նշեմ նաեւ, որ որոշ խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխություններ կառաջարկենք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում եւ նաեւ իհարկե այս դրական եւ կողմ քվեարկելու դեպքում, ինչպես նաեւ լիագումար նստելու մասնելու դեպքում մենք պատրաստվում ենք նաեւ սա հստակեցնել կառավարության որոշումներով, նաեւ պետնախագահի հրամաններով։ Այսինքն մաքսային ստուգման process-ը ամբողջությամբ սկզբից մինչև վերջնակետ իր բոլոր հստակեցումներով խաղի կանոնները հստակեցնում մեր արտաքին տեսական գործունեության մասնակիցների համար։ Լավ, շնորհակալություն պարոն Հակոբյան։ Հարցեր կան պարոն Հակոբյանին։ Չկան։ Պարոն Հակոբյան, իրականում նախագիծը շատ կարևոր է, մենք քննարկել ենք
Ես այստեղ ընդամենը մի դիտարկում ունեմ, բնականաբար, երբ որ մենք նախապես քննարկում ենք օրենսդրական նախաձեռնությունները, հիմնականում խոսում ենք այն ֆունդամենտալ հարցերի մասին, այսինքն ինչ խնդիրներ են լուծվելու, բայց երբ որ նախագիծը արդեն դետալանում ամբողջանում է, կարող է արանքում, ասենք, անգամ մի հատ նախադասությունը դառնա էական նշանակություն ունեցող ու տեղ ավելի շատ իրավաբանները ասելիք ունեն, քան մենք ունենք։ Հիմա մենք մեր մասով որևէ խնդիր չենք տեսել, բայց ազգային ժողովի փորձագիտական վարչությունը եւ մասնավորապես հենց իրավական փորձակնության արդյունքները ես դետալային բոլորը չկարդամ ինչ են գրել, բայց ամփոփիչ նախադասությունը հետեւյալն է, որ ամփոփելով փորձակնության արդյունքները կարող ենք նշել, որ նախագիծը խնդրահարույց է սահմանադրության 50-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից։ Այդտեղ նշվում էր, որ եթե չեմ սխալվում, անձի լսված լինելու իրավունքին էր վերաբերվում ծանուցումներին։ Ես հիմա չեմ ուզում մենք մտնենք այս իրավական բանի մեջ, բայց մի քիչ այս վերջերս աչքերս էլ է վախեցած, որովհետև գիտեք, որ բոլորովին վերջերս սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց մեր ընդունած, մեր հանձնաժողովի չէ, մեր ազգային ժողովի ընդունած օրենքներից մեկի որոշ դրույթներ, մասնավորապես պետական վերահսկողության, դրա համար մենք հիմա մի քիչ ավելի շատ հետևողական ենք այս տիպի հարցերում, խնդրեմ առաջինից երկրորդ ընթերցում այդ մասը մի հատ իրավաբանների հետ էլ քննարկենք եւ եթե այդ առումով շտկելու կամ լրամշակելու կարիք լինի, դա թողնենք անելու։ Խնդրեմ։ Արձագանքեմ, պարոն Թունյան, մենք իրականում ստացել ենք այդ դիտարկումները, ուսումնասիրել ենք ու պատրաստ ենք դրանց մեծ մասը ընդունել։ Եվ քանի որ շեշտադրեցիք հատկապես այդ լսելու իրավունքի իրացումը, իրականում այս բոլոր փոփոխությունների կյանքի կոչելը ինքնին էլ ավելի լսելի է դարձնելու արտաքին տեսական գործունեության մասնակցի ձայնը մեր մաքսային ստուգումների ընթացքում։ Շատ լավ։ Կարծիքներ, այլ կարծիքներ չկան։ Քվեարկենք այդ դեպքում հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, կողմ դեմ ձեռնպահ չունենք եւ ովքեր են կողմ, որպեսզի նախագիծը մտնի առաջիկա նիստերի օրակարգ, կողմ էլի միաձայն կողմ հարակի ձեկուցող անհամբարձում կլինեք, հարակի ձեկուցող Կարեն Համբարձումյանը կլինի։ Մենք մնաց եւս երկու նախագիծ, մեկը երկրորդ ընթերցման, մեկը մեր այս երկար սպասված նախագիծն է, որ նիստի սկզբից անոնս ենք անում։ Հիմա ոնց անենք, ուզում եք երկրորդ ընթերցման նախագիծը արեք